Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Մայր Հայաստան կուսակցության համահիմնադիր Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, շատ կարևոր այց էր տարածաշրջան Հայաստան եւ Ադրբեջան, այստեղից պիտի մեկնի Միացյալ Նահանգների փոխնախագահ Հայաստանից պիտի մեկնի Ադրբեջան, երեկ եւ այսօր Հայաստանում էր որոշակի հայտարարություններով հանդես եկան, իդեպի կարգով այսօր նաև գնաց Ծիծեռնակաբերդ, լավ է որ դա օրակարգում կար, բայց չգիտեմ դուք նկատեցիք, նոր ինձ հուշեցին, դուք նկատեցիք այնպիսի սարսափ է տիրում այսօր Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության ներկայացուցիչներ, որ որևէ մեկը չէր ուղեկցել։ Ամենայն հավանականությամբ սարսափած վախեցած են այս պարագայում երևի ավելի շատ Էրդողանից, քանի որ Էրդողանի քավորությամբ է այս ամենը տեղի ունենում, հետաքրքիր է։ Մինչ այս այցին անդրադառնալը բազմաթիվ հարցեր առաջ եկան եւ սարսափելի եւ անգամ վտանգավոր, որտեղ այստեղ ատոմակայանի փակման հարցի մասին է խոսքը եւ ոչ միայն միջանցքի հետ կապված մի շարք հարցեր, նաեւ այնտեղ թյուրն բռնում էր եղել եւ սխալ թարգմանություններ եղել, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այս ամենը ինչի համար է եւ ինչպես է օգտագործվելու միջև ընտրություն, բայց երևի գոհ կլինենք, որ միայն բավարարվեին ընտրությունից, բայց ոչ, ընտրությունից հետո պարզվում է շատ վտանգավոր եւ հրեշավոր մեր ձեր ծրագրեր կան հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության հետ կապված։ Ես ուզում եի նաեւ ձեր կարծիքը լսել, հետո անցնենք սրան, պարոն Բոզոյան, տեսեք, շատ հետաքրքիր էր, մեծ ցնցում առաջ բերեց Զատուլինի, ոչ թե Զատուլինի հայտարարությունը, այլ Լազարյան ակումբի հայտարարությունը, գիտեք, որ դա հաջորդեց այն բանին, երբ որ Ադրբեջանում որոշում կայացվեց, որ պիտի ցմահ դատապարտեն մեր հայրենակիցներին։ Եվ իրենք դատապարտող հայտարարությամբ հանդես եկան եւ ինչ որ իմաստով նաեւ այդ փոքր բանի հայտարարության մեջ բավականին հիմնավորված եւ փաստավորված բան ներկայացրեցին եւ նաեւ այդ ամբողջ բանը զարուրելի պատկերը, որ դա հաջորդեց նրան, այն ողորմելի տեսարանին, երբ որ այսպես նվաստացիչ պայմաններում Նիկոլը ստացավ ամենայն հավանականությամբ Արցախը նվիրաբերելու եւ Արցախը նվիրաբերելու համար մրցանակ Ալիևի հետ միասին հենց հաջորդ օրը դա տեղի ունեցավ։ Սա մի կողմից, գիտեք, որ ինչ մեծ աղմուկ բարձրացավ Ադրբեջանում եւ նաեւ ուշագրավ է, որ դրան ինչ որ իմաստով ի պատասխան չեմ հոգնի կրկնել, որ Զատուլինը եղել եւ մնում է հայ ժողովրդի մեծ բարեկամ, իսկ դուք գիտեք, որ Նիկոլի իշխանության գալուց հետո հայ ժողովրդի մեծ բարեկամների առջև ինչ են արել, դռները փակել են։ Հայտարարությամբ նաեւ իր խոսքում նաեւ Զատուլինը նաեւ այսպես մի բան ասաց, որ իր մոտ կասկածներ կան, որ 5 միլիարդ, այն 5 միլիարդը ինչի մասին որ խոսում է Լուկաշենկոն, որ առաջարկել արվեր Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ ես ինքս կարող եմ դա թող Արցախից հրաժարվի, Ալիևը այս 5 միլիարդը հետևելով զարգացումներին, թե ինչպես է նվիրաբերվում Արցախ եւ Հայաստանի Հանրապետությունը, լուրջ կասկածներ ունի, որ Նիկոլը իրականում այդ 5 միլիարդը վերցրել է։ Իհարկե մենք նաեւ հիշում ենք Աբի Դաբիում, թե Կատարում այդ հանդիպումները, հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ, համենայն դեպս այդպիսի ինֆորմացիաներ գնացին, ինչ տեղի ունեցավ վերելակի մեջ, մենք հիշում ենք այն, որ ինչ-որ նամակի փոխանցումներ են եղել, դրա հետ կապված նաև ակնարկներ արեց Վանեցյանը մասամբ, իհարկե մենք մի հատ վատ բան ունենք, մի թեման խոսում ենք, հետո այդ ամեն ինչը մոռանում ենք, ավելին, չգիտեմ ինչ-ինչ պայմաններով սրտի կատված եւ այլն, այդ վերելակում եղած մարդկանցից երկուսը արդեն մահացել են, նաև հարցեր առաջանում, թե այդ վերելակում ինչ է փոխանցվել Նիկոլ Փաշինյան եւ ինչ է քննարկվել։ Խնդրեմ, այս Զատուլինի այս հայտարարության հետ եւ Լազարյան ակումբի այս հայտարարության հետ կապված, ես ասես ձևակերպեմ մեր հասարակության համար էլ ասեմ, որ բազմաթիվ հարցեր կան, որ պատասխաններ չունի, այդ պատասխանները կլինին հունիսի 7-ի իշխանափոխությունից հետո, ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանում մի քանի ամսից Հայաստանում իշխանությունը փոխվելու է եւ դրանից հետո արդեն հերձելուց հետո բոլոր պատասխանները վերջնականապես բոլորը կիմանան թե ինչ է կատարվել։ Այն որ մեծ հանցագործություններ է կատարվել Հայաստանում այս 8 տարիների ընթացքում, դա փաստ է բոլորի համար տեսանելի է, բայց ես կուզենամ որ մենք ավելի կոնկրետ առարկայական խնդրի շուրջ խոսենք Վենսի այցի հիմքեր կան կասկածելու համար, դրա մասին եմ ասում, հիմքեր կան կասկածելու, որ իսկապես Արցախը նվիրաբերվել է կամ ինչպես ինքն է ասում 5 միլիարդի դիմաց վաճառել են։ Տեսեք, sense ձևակերպեմ, Հայաստանում քանի որ բազմաթիվ տարբեր ժամանակահատվածներում տարբեր
կասկածներ են առաջ բերել եւ մի մասը հերքվել է, մի մասը հաստատվել է։ Ես չեմ ուզում, որպեսզի մենք հիմքերի մասին խոսենք որպես հաստատված փաստ։ Ես դրա համար եմ ասում, հունիսի 7-ի իշխանափոխությունից հետո շատ լավ։ Եղած փաստերն ու հանգամանքները բավարար չեն, պարոն Ղոզյան։ Եղած փաստերն ու հանգամանքները բավարար չեն։ Մեզ ուրիշ բան են հուշում, մենք գրեթե համոզված ենք, թե այս իշխանությունը ինչի է այս քայլերը կատարել։ Չէ, որտեղ այնուամենայնիվ հարցեր ունենք, չէ, ինչ էր մարդը ասում է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Մարդ իր որդուն ուղարկում է այնտեղ, ավելին, այն որ նոր եկել իշխանության, չէ, կասկածներ կան, չէ, այսպես։ Եվ մի շատ հարցեր են, չեմ ասում, պատերազմի ժամանակ դիտավորյալ կազմակերպվեց, դիտավորյալ process-ը գնաց։ Այսինքն դիտավորյալ կազմակերպվեց, հետո գնաց, բայց ես հիմա չեմ ուզում հիմա մենք այդ պատմության էքսկուրսին նորից վերադառնանք։ Չէ, որովհետև այնպիսի մի հատ լկտի սանձարցակ պահվածք ունի իշխանությունը, կարելի է կարծել, որ Արցախը ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Այդ գիտեք ինչից է նայ, որովհետև մենք մեր օրակարգից ընդհանրապես որ բանը, այդ հարցը չի եղել։ Այդպես է պիտի մենք հանել ենք եւ իրենց տվել ենք մի հատ լկտի անալու դաշտ, որ հենց մի հատ էլ իրանք են, սրա վրա քրեական գործ, նրան ձերբակալել, սրա գույքի վրա կալակ, օրինակ այսօր որոշել են իշխան Սաղաթելյանի գույքի վրա կալակ, երբևէ Բարձրաստիճան պաշտոնյա չի իրար։ Այս ինչա նեոբոլշևիզմ է։ Ես մի բան ասեմ, սա նեոբոլշևիզմ է, ինչ է։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց բացահայտումը պետք է լինի հունիսի 7-ի իշխանափոխությունից հետո։ Արգելի ժողովուրդ, 97-ի, հունիսի 7-ի իշխանափոխությունից հետո շատ բաներ պարզ կդառնա, թե ինչ է կատարվել։ Իսկ մինչև այդ ես կարծում եմ, որ պետք է մենք խոսենք այն խնդիրների շուրջ, որը կանգնած է հենց այս պահին Հայաստանի։ Շատ լավ, բայց կան բացարձակ ճշմարտություններ, փաստեր, Արցախը Հայաստան է եւ վերջ, Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Կան բացարձակ բան, չէ՞։ Այն որ Հայաստանում կանխամտածված գնացել է աշխարհակաղակական փոփոխության խնդիր, դա դրված է եղել այս իշխանության առաջ, այս իշխանությունը փայլուն ձևով կյանքի է կոչել դա, որի արդյունքում մենք ոչ միայն կորցրել ենք Արցախը, այլ նաեւ 120,000 մարդ անօթևան է մնացել, եւ ըստ էության ավելի վտանգավոր բան ասեմ, կոնի վրա դրած է Հայաստանի գոյության հարցը։ Ես ասեմ, որ դուք իմանաք, այսինքն ավելի մեծ վտանգ կա, քան որ դուք ասում եք։ Շատ լավ, հիմա գանք ցավոք սրտի շատերը դրա մասին չեն խոսում։ Խոսում են մենակ եղած կորուստների մասին եւ հասարակության ուղղորդում են, որպեսզի հասարակությունը ապրի մենակ եղած կորուստներով, այսինքն ինքը տառապի, լացի, Հայաստանի առաջ կան շատ ավելի լուրջ վտանգավոր խնդիրներ, որը պետք է կանխվեն։ Հիմա դրա համար տեսեք։ Գանք այս այցին, որ տեսեք քրիստոնյա արժեքներ կրող բան իշխանությունը եկել Միացյալ Նահանգներում թվում էր պիտի գա, տեսեք ինչ լկտիություն, հենց այդ այցի օրը հայտարարում են, որ պիտի վեհապար հորը հրավիրեն ազգային ժողով հարցերը տան, պարզ է, չէ, որ չի գնալու եւ ամեն ինչ անելու են, որ նոր տեղապահ նշանակ հենց Հիմա այս իշխանության վերաբերյալ իմ կարծիքով սա հարցերը փակված են։ Չէ, ես այս իշխանությանը չեմ ուղղում հարցը։ Ես իմ հարցը հիմա ուղղում եմ, երբ որ մենք հավատում ենք, որ այս մարդը պիտի գա, այս հարցերի մասին պիտի բարձրաձայնի, խոսի, բայց մենք տեսանք, որ օրակարգում բոլորովին այլ հարցեր են։ Իրականում, այստեղ հարցերը նախ դրա մասին բացարձակ չխոսեց, որ այսօր փակված են, շրջանցեց այդ թեման, որ փակված են մեր սրբազանները Հայաստանի բանտում, որ Բաքվի բանտում շարունակում են, հալածվել մեր հայրենակիցները, սա օրակարգային հարց չդարձավ, չդարձրեցին իրեն, բայց ավելի սարսափելի բաներ առաջ բերեցին։ Հրապարակում է այն, որ պիտի մեր ատոմակայանը փակվի եւ ինչ հրեշավոր պլան է Միացյալ Նահանգները Թուրքիայի ձեռքով գծել մեզ համար, որովհետեւ հիմա իրականացնում են այն վաղեմի երազանքը Թուրքիայի, որ տևական ժամանակ իրենք ուզում էին հասնել նրան, որ ատոմակայանը փակվի։ Հիմա հասնում են դրան, խնդրեմ։ Տեսեք, ուրեմն անցյալ տարվա օգոստոսի 8-ի այդ համաձայնագրի ստորագրումից առաջ գնացել է երկար բանակցային գործընթաց Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Դրա մասին բացահայտեց Միացյալ Նահանգների նախկին վարչակազմի Բարսեղջյան ներկայացնելիս մեկը, ով քննադատեց օգոստոսի 8-ի համաձայնագիրը, նշելով, որ փաստացի այդ բարձվում է, որ այդ Բայդենի ժամանակվա բանակցությունների ժամանակ ինքը նշում էր, որ պրակտիկորեն Հայաստանը չէր մասնակցում այդ բանակցություններին, այսինքն ինքը հանձնում էր ամեն ինչ, եւ այդ հիմնական բանակցությունները գնում էր ամերիկյան եւ ադրբեջանական կողմի միջեւ, եւ ամերիկյան կողմը պաշտպանում էր հայկական կողմը, ինչքան որ դա հնարավոր է, բայց հնարավոր չէր, որտեղ հայկական կողմը պրակտիկորեն չէր այդ խնդիրը։ Ես ուղղակի ասում եմ բացահայտումը, եւ ինքը ասում էր, որ անցյալ տարվա օգոստոսի 8-ի այդ համաձայնագիրը միակողմանի բնույթ ուներ, որովհետեւ սա փաստացի
մի համաձայնագիր էր այն մասին, թե ինչ ռեժիմով պետք է Ադրբեջանը կարողանա կապվել Նախճիվանի հետ, Հայաստանը այդ համաձայնագրից գրեթե ոչինչ չէր ստանում։ Սա ինքն էր բանը։ Հիմա տեսեք, Հայաստանի հայկական կողմը ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, մոռացեք, որ կա Հայաստանի Հանրապետության շահ սպասարկող իշխանություն։ Այս իշխանությունը սպասարկում է կոնկրետ մի ընտանիքի շահերը։ Նիկոլ Փաշինյանը առնվազն 22 թվականից հետո, երբ որ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ինքը հաշվարկեց, որ այդ պատերազմում Ուկրաինան հաղթելու է, կամ Արևմուտքը հաղթելու է Ռուսաստանին, այն ժամանակ էլ դու հիշում եք որոշակի զիջումներ կար, նշվում հետ էր գնում Ռուսաստանը բան, ինքը հաշվարկեց եւ փորձեց, այսպես ասած, Արևմուտքի կողմը անցնել, իսկ Արևմուտքը պահանջ դրեց, որ եթե դու ուզում ես, որ մեր կողմը անցնես, պետք է ռուսական զորքերը բանից Արցախից դուրս բերվեն։ Ռուսական զորքերը Արցախից դուրս բերելու մի նախապայման կա, որպեսզի Արցախի կարգավիճակը իջացնես, որպեսզի ռուսական զորքի մնալու հիմքը վերանա։ Հենց դա էլ կատարվեց, իսկ ինքը 2022 թվականի ապրիլին հայտարարեց, որ ինքը կողմ է, որ Արցախի կարգավիճակը փոքր զիջվի եւ մեր արևմտյան գործընկերները երաշխավորում են, որ կպահպանվի եւ անվտանգությունը կապահովի հայ ժողովրդի համար Արցախում։ Հիշեք այդ պատմությունը, որի արդյունքում եղավ դիմադրության շարժում, ցավոք սրտի դիմադրության շարժումը արդյունք չտվեց եւ Փաշինյանը վախեցած էր դրանից, որպեսզի արևմուտքը կարողանա ճնշի Փաշինյանը, որպեսզի գնա այդ վճռական քայլին։ Հիշում եք, այն ժամանակ Մակրոնը ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շատ խիզախ քայլ կատարի, խիզախ քայլ, եւ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ես մի քայլ, մի որոշում կայացնեմ, որ հետագայում ինձ ասել են, որ ես դավաճան եմ։ Հիշում եք այդ պատմությունը։ Բայց ինքը վախենում էր այդ բանից։ Եվ եղան ջերմուկի դեպքերը, դա կոորդինացված գործընթաց էր ադրբեջանական բանակի եւ արևմտյան շրջանակների համատեղ ճնշում էր Հայաստանի ժողովրդի վրա, որպեսզի վախեցնել հայ հասարակությանը, որպեսզի հայ հասարակությունը շատ ուժեղ դիմադրություն ցույց տա Փաշինյանի քայլին։ Հիշեք, 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ջերմուկի դեպքերը կատարվել, որի արդյունքում մի քանի 100 հայ զոհվեց, եւ ընդամենը 2 շաբաթ անց, 2-3 շաբաթ անց, հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը համաձայնվեց Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Սա միասնական ամբողջական process էր, որից հետո, երբ որ Արցախը հայտնվում է Ադրբեջանի կազմում, փաստացի կարելի ասել, որ առ ոչինչ է դառնում նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որտեղ նոյեմբերի 9-ի համաձայնագրում Արցախի կարգավիճակը անորոշ էր։ Լաչինի միջանցքը պետք է վերահսկել ռուսական կողմը։ Երբ որ դու ճանաչում ես Արցախը Ադրբեջանի կազմում, փաստացի ոչնչացնում ես Լաչինի միջանցքի կարգավիճակը, այսինքն Լաչինի միջանցքը ավտոմատ դառնում է Ադրբեջանի տարածք, չէ՞, շատ տրամաբանական է արդեն։ Եվ ըստ էության Արցախում գտնվող զինված բանակը, Արցախի պաշտպանության բանակը դառնում է հակաօրինական ահաբեկչական խմբակ, որի արդյունքում Ադրբեջանը արդեն այդ թղթով ներկայացրեց Պուտինին, ասեց պարոն Պուտին, քանի որ Հայաստանը համաձայնվել է, որ Արցախը արդեն Ադրբեջանի մաս է, ապա դուք ինչ գործ ունեք այստեղ։ Ինչ գործ ունեք այստեղ։ Ես պետք է փաստացի զինաթափեմ այդ բանակը որպես անօրինական խմբակ եւ պետք է վերահսկեմ Լաչինը։ Ինքը փաստացի փուլային տարբերակով լուծեց այդ խնդիրը։ Դա արևմտյան կենտրոնների երազանքներ եւ մասնավորապես Մակրոնի երազանքներ, որտեղ այն ժամանակ կար ռուս-ուկրաինական պատերազմ եւ արևմուտքը հիբրիդային պատերազմ էր սկսել Ռուսաստանի դեմ եւ այստեղ մանրադրադեմ պիտի կատարեր Արցախը եւ Նիկոլ Փաշինյանը անցավ, այսպես ասած, այդ իր պատմական որոշումը կայացրեց։ Ինքը փաստացի այդ պատմական որոշումը ինչու կայացրեց, որպեսզի պահպանի սեփական իշխանությունը։ Բայց ինչ փաթեթավորման տվեցի, որ դա Ռուսաստանն արեց, Պուտինն արեց։ Ինքը շատ լավ հասկանում է, որտեղ ստեղ աշխատեց արդեն Գեբելսյան քարոզչամեքենան։ Գեբելսյան քարոզչամեքենան ստեղ նացիստական Գերմանիայում, Գեբելսը դա նացիստական Գերմանիայի ռոպագանդայի նախարարն էր, ինքը հիմնեց որոշակի սկզբունքներ, թե ինչպես պետք է խաբել ժողովրդին։ Եվ այդ սուտը այսօր ամբողջ աշխարհում մեջ տարածված է, Հայաստանում այդ ստի մեքենան աշխատացնում է Նիկոլ Փաշինյանի թիմը։ Եվ ըստ էության սկզբնական փուլում ձևակերպեցին, որ սա Ռուսաստանը բանը իրեն վատ պահեց, դրա համար ինքը մեղավոր է Արցախի կորուստ, բայց հիմա արդեն, քանի որ արդեն ըստ էության փոխվել է, արդեն Նիկոլ Փաշինյանը այլ թեզ է առաջ քաշում, որ մենք Արցախը հանձնելով վերջապես կարողացել ենք
փրկել Հայաստանը պոտենցիալ վտանգներից, փրկել Հայաստանը Զանգեզուրի միջանցք չենք տա, հիշում եք այդ իր խոսքերը բան։ Հիմա տեսեք, բայց ինչ կատարվեց։ Արևմուտքը փաստացի հանձնեց Արցախը, շարունակեմ Չէ, դե կարևոր բան ասեցիք էլի, որ ինչքան էին դա շահարկում, որ մենք, բա ինչ, եթե Արցախը չտանք, ուրեմն սա պետք է տանք։ Եթե Արցախը չտանք, Արցախն էլ տվեց, Զանգեզուրն էլ տվեց։ Արցախը հանձնեցին, հաջորդը հիմա եկել է Զանգեզուրի միջանցքի խնդիրը։ Հիմա տեսեք, ուշադրություն, ես շարունակեմ այս միտքս։ Զանգեզուրի միջանցքի հետ կապված թուրքական փորձագիտական շրջանակները, թուրքական պետական վերնախավը շատ մեծ ակտիվ աշխատանք տարավ ամերիկյան եւ եվրոպական հարթակներում, նշելով, որ եթե Ադրբեջանը չունենա անկախ միջանցք Թուրքիայի հետ, ինքը կախված կլինի հավերժ Իրանից եւ Ռուսաստանից, որտեղ աշխարհագրորեն այդպես է։ Ուրեմն դուք պետք է ճնշեք Հայաստանի իշխանության վրա, որպեսզի ինքը այդպիսի միջանցք ունենա։ Հիշեք, որ ըստ էության Ադրբեջանը նանթ նշում էր, որ ես ունեմ, եթե Հայաստանը չտա այդ միջանցքը, ես ուժով կվերցնեմ, Իրանը ասում էր, որ ես թույլ չեմ տա, Ռուսաստանն էլ ասում էր, որ պետք է պահպանել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, այսինքն փաստացի կարելի ասել, որ իրենք հասկանում էին, որ ուժով չէին կարող վերցնել, բայց իրենք փորձում էին, ասում էին հարգելի Փաշինյան, հետ քանի որ դու անցել ես արդեն մեր կողմը, դու արդեն քցել ես Պուտինին, դավաճանել ես ռուսներին, դու մինչև վերջ պետք է գնաս, որտեղ եթե դու հետ կանգնես, ռուսները մեկ արդեն քեզ չեն ներելու, իսկ հայ ժողովուրդն էլ քեզ չի ներելու Արցախի կորստի համար, դա համար դու պետք է ամեն ինչ անես, որ Հայաստանի կերպարը փոխես, Հայաստանը ըստ էության հանես Ռուսաստանի ազդեցությունից, Հայաստանի մտածողությունը փոխես, որ չի եղել ցեղասպանություն, որ թուրքերը մեր եղբայրներն են, որ ռուսները մեր թշնամիներն են, որ չգիտեմ, այսինքն այդ ամբողջ այդ ամեն ինչը պետք է փոխես։ Դրա համար Փաշինյանը հասկանալով, Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ իր անձնական ընտանիքի եւ իր անվտանգության խնդիրը կախված է հենց այս ամեն ինչից, ինքը փաստացի ամբողջ Հայաստանի պետական մեքենան պատանդ է վերցրել եւ աշխատացնում է իր անձնական ընտանիքի շահերի օգտին։ Այս պետական մեքենան փաստացի հակապետական մեքենա է, աշխատում է Հայաստանի իշխանության դեմ, Հայաստանի պետականության դեմ աշխատող մեքենա է ստեղծված Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի իր անձնական շահը փրկի։ Սա իրականությունն է։ Հիմա տեսեք հաջորդ քայլը ինչ կատարվեց։ Հաջորդ քայլը կատարվեց այն, որ Արցախը բարեհաջող հանձնելուց հետո եկել է Զանգեզուրի միջանցքի հանձնելու խնդիրը։ Զանգեզուրի միջանցքը որպեսի հանձնի եւ որպեսի հասարակության մեջ դա ընկալվի, դա գեղեցիկ փաթեթավորում գտան։ Անցյալ տարվա օգոստոսի 8-ին ձևակերպեցին, որ այնտեղ մի հայ-ամերիկյան ինչ-որ մի հատ կոնսորցիում կստեղծվի, որ այդ հայ-ամերիկյան կոնսորցիումը կաշխատի, ինչ-որ մի հատ խուճուժ ձևակերպումներ են տալի, բայց Ադրբեջանը ասում է ինձ հետաքրքիր չէ, դե դուք ինչ ուզում եք ստեղծեք, ինձ կարևոր է, որ ես ըստ էության անխոչնդոտ ճանապարհով կարողանամ այդ ճանապարհն ունենամ։ Սա իրականություն է։ Հիմա տեսեք ուշադրություն։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը բերում է խաղաղություն։ Սուտ է, հարգելի ժողովուրդ։ Ինքը, տեսեք, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքը ամբողջական սահմանները մոտ 1000 կիլոմետր են։ 1000 կիլոմետրից սահմանագծված եւ սահմանազատված են ընդամենը 12 կիլոմետր Տաուշի մարզում եւ այն էլ Հայաստանի կողմից դիճումների արդյունքում։ Ուշադրություն դարձրեք 12 կիլոմետր 1000 կիլոմետրից։ Ինչի Ադրբեջանը չի շտապում հաջորդ տեղերում սահմանազատելուց համար, որտեղ շատ պարզ հասկանում է, որ քանի որ ինքը ուժեղ կողմն է, որը Թուրքիան է, Հայաստանը Նիկոլ Փաշինյանը բանը ամբողին զրկել է դաշնակից ունենալուց, ինքը ասում է թույլից ես անընդհատ զիջումներ եմ պահանջելու, փուլային զիջումներ։ Սա ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք, այսինքն սա ժամանակավոր շոու բանը խաղաղության մի հատ փուլ է, որը շատ ժամանակար ժամանակ է ունենալու։ Իրանք մարսեցին Տաուշի մարզը, Տաուշի զիջումները։ Հիմա կմարսեն Զանգեզուրը, հետո կմարսեն արդեն մյուս տեղերը, եւ դա անվերջ process է լինելու։ Ավելին կարող եմ ասեմ, Վենսի այցից առաջ Ադրբեջանում արդեն հայտարարեցին, որ մենք ակնկալում ենք, որ Վենսը կլուծի նաև ադրբեջանցիների վերադարձի խնդիրը Հայաստան։ Այսինքն գլոբալ իմաստով Ալիևը եւ Էրդողանը խոսք են տվել իրենց ժողովրդին, որ իրենք Հայաստանը խաղաղ ճանապարհով գրավելու են։ Ինչպես են գրավելու։ Հիմա այս ուղղակի բանաձևը բաց են։ Ուրեմն տեսեք, իրենք համոզել են ամերիկյան շրջանակներին, որ այս տարածաշրջանում որպեսի մենք կարողանանք դուք ունենաք ամուր հենակետ Իրանից եւ Ռուսաստանից, այստեղ Հայաստանը ավելորդ օղակ է։ Այս ավելորդ օղակը պետք է դուրս բերենք, բայց ոնց դուրս բերենք, Ռուսաստանն ու Իրանը խանգարում են։ Դա համար այս ժողովրդին պետք է համոզենք, խափենք, ինչպես որ 100 տարի առաջ խափել ենք, չէ՞։ Վախացնենք ու խափենք, վախացնենք ու խափենք։ Ինչ են ասում, տեսեք, Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան
բաղկացած էր երկու մասից, մեկը Հայաստանի օրակարգը, մեկը Ադրբեջանի։ Հայաստանի օրակարգով ինչ է հայտարարվում։ Նշում է, որ ես գալիս եմ այստեղ Հայաստան, որպեսզի խաղաղ միջուկային ծրագիրը կյանքի կոչեմ։ 5 միլիարդ 4 հետո հետագայում 4 միլիարդ նպատակը որն է։ Նպատակը, որպեսզի Հայաստանի ատոմակայանը աշխատանքը չերկարացվի, իր տեղը դրվի ինչ-որ մի մոդուլային, որը համաշխարհային պրակտիկոյն այդպիսի պրակտիկա դեռ չկա, այսինքն դա էքսպերիմենտ է լինելու, հաշվի որ ձեր վրա էլ էքսպերիմենտ ուզում տնեն, որը չի ստացվելու, դուք 90-ական թվականների վիճակի մեջ եք հայտնվելու, եւ այդ ժամանակ ինքը, բայց ինչ են հայտարարել, ամենավտանգավոր բանը, որ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համակարգերը, էներգետիկ համակարգերը դառնալու են միասնական։ Այսինքն Հայաստանը տեսեք արևելքից եւ արևմուտքից կախված է լինելու Ադրբեջանի հետ, այսինքն ցանկացած պահի հենց այդ համակարգը իրենք ստեղծեցին, հաջորդ Ադրբեջանը ասել է որ ցանկացած պահի կարող է համակարգը անջատել, ասել, եթե դուք համաձայն չեք որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, ես չեմ բանը գազն ու բանը էներգիան կանգնեցնելու եմ, որտեղ դա օբյեկտիվ process է։ Այսինքն հիմա Ամերիկայի առաջին 1000 ադրբեջանցին որ հայտնվեն Հայաստանում, տեսեք, միանգամից Թուրքիան հայտարարել է որ ես ունեմ մարդու իրավունքների իրավունք այդ 1000 ադրբեջանցիներին պաշտպանելու համար։ Ինքը լեգիտիմ մակարդակով զորք կմեցնի Հայաստան։ Հիմա տեսեք, ինքը ունի զորք Սիրիայում, ունի զորք Իրաքում։ Գիտեք ինչ հայտարարեցին երկու առաջ Ֆիդանը եւ իրենց պատկան մարմինները։ Իրանք հայտարարեցին, որ Թուրքիան իր զորքերը Սիրիայից եւ Իրաքից կհանի այն ժամանակ, երբ որ հարմար կգտնի։ Ինքը հաշվի չի առնի ոչ ՄԱԿ-ի, ոչ Իրաքի, ոչ էլ Սիրիայի տեսակետները։ Բառացի պաշտոնական իրենց տեսակետն եմ ասում։ Այսինքն հիմա այս տեսեք, պահին շարունակեմ։ Հաջորդ փուլերով եմ ասում։ Տեսեք, ես փուլերով ասեմ նոր։ Ուրեմն առաջի փուլ Փաշինյանի ձեռքերով պետք է ապամոնտաժվի Հայաստանի ատոմակայանը, որպեսզի հայ ժողովուրդը այլընտրանք չունենա բանը, բացի Ադրբեջանից արվում է դրանցի գեղեցիկ ժպիտի տակ Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեռքով։ Տեսեք, ինչ հայտարարեց Վենսը հայտարարեց, որ ես հպարտանում եմ Նիկոլ Փաշինյանի խիզախ մտածողությամբ։ Խիզախ, հիշեք, ինչ էր հայտարարում Մակրոնը, ասում էր ինքը խիզախ քայլ պետք է անի։ Ուրեմն ծախեց Արցախը։ Խիզախ քայլը Նիկոլ Փաշինյանի համար դա Ղարաբաղի հանձնումներ, խիզախ քայլը այս պայծրությամբ Հայաստանի ապամոնտաժումն է փուլային ճանապարհով։ Առաջին ատոմակայանի ապամոնտաժում, երկրորդը Ադրբեջանի եւ Թուրքիայի միացում, երրորդ փուլում Ադրբեջանը շանտաժ անում, որ եթե դուք ադրբեջանցիներին թույլ չտաք գան Հայաստան, ես սառնամանիքի մեջ կթողնեմ Հայաստանը, եւ վերջապես չորրորդ փուլը, որ արդեն ժողովուրդը ստիպված պետք է համաձայնի, որ ադրբեջանցիները գան, արդեն առաջ է գալիս մարդու իրավունքների խնդիր, Թուրքիան զորք է մտցնելու Հայաստան եւ ասելու է ես պաշտպանում եմ թուրք փոքրամասնության շահերը եւ ըստ էության բոլորի համար պարզ է դառնալու որ դուք ունեք մի հնարավորություն Հայաստանից, Բաբրայից եւ Սադախլոյից եւ օտանավակայանից ճողոպրելու շանս ունեք։ Սա է Հայաստանի ապագան այս հանցավոր խմբակի, եթե այս հանցավոր խմբակը Աստված չանի շարունակի իշխանավորել հունիսի 7-ից հետո։ Սա հունիսի 7-ը դա հասարակ քաղաքական ընտրություն չինելու։ Հունիսի 7-ը լինելու Հայաստանի համար սարդարապատ։ Հունիսի 7-ը ձեր համար հարգելի ժողովուրդ լինելու է լինել չլինելու, ցեղասպանվելու կամ չցեղասպանվելու խնդիր։ Այն մարդիկ, ովքեր որ ասեն թե ես չեմ հավատում, բան այդ մարդիկ իմ համար երկրորդական մարդիկ են, այդ համար ես հաշվի չեմ անելու։ Մենք բոլորս պետք է համոզված լինենք, մենք բոլորս պետք է կոնսոլիդացվենք, սա պետք է մենք պետք է համազգային բանը համերաշխության սկզբունքով կարողանանք փոխել այս իշխանությունը եւ երկրում հաստատել մեծ հանրային համերաշխություն։ Սա շատ կարևոր խնդիր որ մենք հասկանանք, մենք պետք է ըստ էության վրեժ խնդրության բանը մեջից հանենք մենք, այս փոքր ներխմբակին վռնդենք երկրից, իրանք փախնելու են, ճողոպրելու են, իրանք գիտեն որ չեն կանալու ապրեն, բայց լայն մեր ամբողջ մեր այն համակարգը այն ժողովուրդը որ կա, որ կիսված է, մեկը չգիտեմ այսքան է, մեկը այդ ժողովրդին պետք է մենք միասնական դարձնենք։ Ամենավտանգավոր բաների մասին, որ ժողովրդին, չէ, մի հատ ուրի հարց եմ ուզում ասում։ Հիմա հատուկ ուզում հատուկ նշեմ, որ ես ներկայացնելով Մայր Հայաստան կուսակցության բաները, տեսակետները հատուկ ուզում նշել, որ մենք կողմ ենք հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, բայց մենք կողմ ենք հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը այն օրակարգով, որը օբյեկտիվորեն շահավետ է Հայաստանին։
Ես համոզված եմ, որ ամերիկացիները դեմ չլինի։ Դուք վախենում եք հիմա ասեք, որ այս պահին Միացյալ Նահանգները իրականացնում են Թուրքիայի հրեշավոր ծրագիրը դիվանսի բանի այս արտաքին այս բան շղարշի տակ եկել է, որ փակի ատոմակայանը, փակի մեր սահմանները եւ հայ ժողովրդի թուր ժողովրդի վաղեմի երազանքը կատարելու։ Թույլ տվեք ասեմ, էլի։ Ուրեմն չի բարձ չեք ասում։ Տենց է, բայց ես մի բան ասեմ, ես ուրեմն հատուկ նշեմ, որ այս օրակարգը ձևավորվել է ոչ թե Միացյալ Նահանգներում, այս օրակարգը ձևավորվել է Երևանում թուրքերի հետ համատեղ։ Այսինքն պատկերացրեք, եթե շատերը մեղադրում են, հիմա ասում են ամերիկացիները sense բանը դավադիր, ամերիկացիները մեղավոր չեն։ Մյուսներն ասում են ռուսները մեզ չպաշտպանեցին, ռուսները մեղավոր չեն։ Այս մենք թույլ ենք տվել այս մարդուն 8 տարի կառավարել, որը խայտարակություն է մեր ժողովրդի համար։ Ուղղակի տիեզերական խայտարակություն է։ Մենք հունիսի 7-ից հետո ամոթ զգալով ապրելու ենք դեռ երկար ժամանակ, տասնամյակներ ամոթ ենք ապրելու, որ այսպեսի մենք իշխանություն ենք ուղղեցել։ Այս իշխանությունը դա մեծագույն տիեզերական խայտարակություն է մեր համար։ Ես այս իշխանության օրակարգը ձևավորել է Նիկոլ Փաշինյանը իր անձնական շահերով։ Այս մարդը ինքը տեսնում է իր Հայաստանի ապամոնտաժումը միակ ճանապարհ, որ ինքը պատասխան չտա հայ ժողովրդի առաջ։ Ինքը ասում է կամ ես, կամ Հայաստանը։ Հիմա պարոն Բոզյան, դուք ուզում եք ասել, որ խորքային պետություն, մի պետություն, որ 30 տարի առաջվա պլաններն է գծում, այդ չեք կասկածում, չէ՞ որ Միացյալ Նահանգները այդպիսի երկիր է։ Չէ, թողեք հարցը ստամ։ Դուք անդադ ուզում եք շրջանցել այդ հարցը։ Այս պետությունը, ասենք, շատ լավ պատկերացնում է 10 տարի հետո 20, ինքը չի աշխատում 5 տարվա համար։ Ինքը աշխատում է 30 տարվա համար, Սովետը ոնց պիտի կանդի հետ խորհրդային երկրներում։ Այսինքն դուք ուզում եք ասել Միացյալ Նահանգները չի հասկանում, որ սա հայ ժողովրդի ցեղասպանությունն է, ատոմակայանը փակելու շրջապատը։ Գիտակցում եք թե չէ։ Միացյալ Նահանգները տանում են այս ցեղասպանության։ Թուրքիայի հետ Նիկոլի հետ միասին։ Միացյալ Նահանգները համաշխարհային տիրություն են։ Համաշխարհային տիրության պետք է ոչ թե հակադրվել, այլ փորձել բացատրական աշխատանք տանելով, փորձել համադրել մեր շահերը իրենց շահերի հետ։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Այսինքն հակադրվել գերտերությանը համաշխարհային դա նշանակում է մեկ ուրիշ ծայրագության մեջ ընկնել։ Մենք կողմ ենք հակադրվելուն, բայց մենք կողմն ենք բացատրական աշխատանքի արդյունքում համադրել մեր շահերը։ Ոնց եմ ասում, մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների հետ արհեստական բանականության ոլորտում զարգացման շատ մեծ հեռանկար։ Հետո ապրեք, հետո կմտածեք դրա մասին։ Շատ մեծ հեռանկար։ Մեր ժողովուրդը IT ոլորտը շատ լավ կարող են զարգացնել, տարածենք, բայց ատոմային էներգիայի հետ կապված այլ անվտանգային էներգիայի հետ կապված մենք օբյեկտիվորեն կապված ենք Ռուսաստանի հետ, մենք այդ ոլորտը չենք կարող որևէ մեկին տալ։ Պարոն Բոզյան, հիմա այնպես ստացել Նիկոլի իշխանությանը, ոնց ենք հասցնել Ամերիկայի մեջ։ Ինչ ծայրահեղություն է, մենք ինչ լծակ ունենք Սփյուռքից բացի։ Հիմա գուցե կոչ պիտի անենք, որ Սփյուռքում շատ ավելի Միացյալ Նահանգներում ակտիվ լինեն եւ բարձրաձայնեն այդ սենատորներով, որ այսօր ձեր իշխանությունը խաբել է եւ հայ ժողովրդին Թուրքիայի հետ միասին տանում է Միացյալ Նահանգները ցեղասպանության։ Մի գնացեք ավանդական հայկական բանի մտածում, մեղադրել բոլոր երկրներին այդ բոլոր երկրների մեղադրել առաջներտին տես մենք միշտ ասում ենք ցեղասպանության մեղադրում են Թուրքիան է մեղավոր, Եվրոպացիները, Ռուսաստանը, բոլորը մեղադրում են բացի մեզանից։ Ժողովուրդ ջան, տենց չի։ Ուրեմն այս օրակարգը Թուրքիան էլ մեղավոր չի։ Մի րոպե, այս օրակարգը իհարկե մեղավոր չի։ Եթե դու կներես ունես այս տիպի իշխանություն, եթե դու այս իշխանությունը այս մակարդակով դու գնում ես ինքնա ոչնչացման ճանապարհով, դու թուրքերին կարաս մեղադրես դրա համար։ Չէ, ես հետո ով գնացել է 21 թվականին ընտրել է Նիկոլին, այն որ դուք ասում եք ճակատին այդ գրած մարդն է։ Իհարկե բան չի։ Ես դրա համար եմ ասում, ամեն մի ժողովուրդ իր ցեղասպանության առաջնորդին ինքն է մեղավոր։ Եվ եթե մենք ունենք նորմալ պատմաբաններ, ապա մենք այդ պատմաբանները կներկայացնենք, որ 100 տարի առաջ նույն բանը կրկնվել է այստեղ։ Նույն բանը։ Տեսեք, երբ որ Հայաստանը այն ժամանակ խաբվեց արևմտյան տերություններին, համաձայնվեց Ռուսաստանի դեմ 14 պետություններից մեկը դարձավ բոլշևիկյան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, որի արդյունքում թուրքերը ուղղակի ապշած էին, ասում էին սենց ապուշ ժողովուրդը չենք տեսել։ Հարձակվեցին մեր վրա եւ կարճ ժամանակահատվածում ամբողջ Հայաստանը արդեն գրավել էին։ Գյումրին արդեն մենք շուտ բանից արդեն չէինք ունենա։ Եվ եթե մենք ունեցանք 30,000 քառակուսի կիլոմետր տարածք, դա այն պատճառով էր, որ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը արդեն կնքվելուց առաջ այն ժամանակվա իշխանությունը գոնե խիզախություն ունեցավ խոստովանել իր
հիմարությունները եւ իրար մեջ հատուկ մի հատ առանձին թև բաներից, որ գնային բոլշևիկները հետ միանային, որ փրկեին այդ 30-60,000 քառակուսի կիլոմետրից գոնե 30,000-ի կիլոմետր մենք կարողացանք փրկել եւ այդ 30,000-ը ստեղծեցինք խորհրդային Հայաստան։ Սա է իրականությունը, բայց եթե մենք ունենայինք ազնիվ պարկեշտ պատմաբաններ, որոնք ներկայացնեին այս ամենը, եթե մենք Ջոն Կիրակոսյանի ամբողջ իր ժառանգությունը պատմական ներկայացնեինք մեր հասարակությանը, մենք սենց ողորմելի վիճակի մեջ չենք լինի եւ այս 30 տարվա մեջ այս մեր Հայաստանի պատմագրությունը ողբերգական վիճակի մեջ հայտնվեց։ Սա է խնդիրը։ Հիմա դուք եք զլանում չեք ուզում դրա մասին խոսել, որ այս արտակ չէ, այս արտակին, այդ գեղեցիկ բաներով։ Այս ժողովրդին բացատրել էր պետք դրա համար։ Բա հիմա այդ եմ ասում, բա դուք էլ չէիք բացատրում, որ Ֆրանսիան, մեր բարեկամ երկիրը, բան այդ գեղեցիկ ժպիտի, այդ ամեն ինչի տակ տմբացրեց Նիկոլիուսերին, ծախեցին Արցախը։ Հիմա կներես մի հատ բան ասեմ, քանի որ դուք կներես մի րոպե ասեմ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ի այդ հանցավոր պայմանավորության վերաբերյալ ցավոք սրտի եմ ուզում ասեմ, ընդդիմադիր դաշտում ես Անդրանիկ Թևանյանը եւ եթե երրորդ մարդը ասել որ դրա մասին խոսում էր, չեմ հիշում դրա մասին։ Ցավոք սրտի եմ ասում։ Որ չենք խոսում որ ծախում են տալիս։ Մենք էինք խոսում մենակ ասում եմ քեզ։ Միայն եւ մենք էինք խոսում։ Հələ մատ ընդդիմադիր դաշտից ով է խոսացել։ Հայկ Նահապետյան չէին խոսում։ Հայկ Նահապետյան Բագրատյան համաձայն է։ Ես նկատի ունեմ քաղաքական սպեկտրի, այն քաղաքական սպեկտրից որտեղ սպասումներ կան։ Հիմա եկել է այս գեղեցիկ արտակինի տակ, այս բանը գեղեցիկ խոսքերի տակ, որ մենք բարեկամներ ենք, այսպեսին ենք, աչքերը հիմա կփակի հայ ժողովրդի, այս գեղեցիկ ամերիկյան այս կինո դրա համար ասում եմ պետք չի կփակի ձեր ատոմակայանը, կտանի ձեզ սառնամանիքի տակ, այնտեղից կշրջափակեն ձեր էներգետիկ համակարգը կկապեն Ադրբեջանի հետ, հետո էլ կասեն սիրելիներս, բա մենք Ադրբեջանի խոստացել ենք, ընտրություններից հետո պիտի 300,000 ադրբեջանցիներ գան, չէ՞։ Անժելա ջան, դրա համար ասում աչքերը բացեք ժողովրդի։ ասեմ, մենք անդադ աչքերը ժողովրդին բացելով ենք զբաղված, դուք մի րոպե ասեմ քեզ, մնացած ընդդիմադիր դաշտին ներկայացնեին ասեք, որովհետև այդ մարդիկ լռում են։ Մենք դա ասել ենք 20 թվականից 22 թվականից չեք ասում, ասեք մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հիմա ինչի չեք ասում կոնկրետ մոդուլը փորձադաշտ են ուզում գալիս է Միացյալ Նահանգները փորձադաշտ է դարձել դա դեռ նորմալ չի կիրառվել Ռուսաստանի Դաշնությունում եւ Չինաստանում ասում տեսեք ուրեմն ռուսները պարոն Բոզյան ասեք որ ռուսները կառուցում են ատոմակայան Թուրքիայում ճիշտ է թե չէ ուրեմն ոչ միայն ատոմակ տեսեք մի րոպե ռուսները այսօրվա դրությամբ ատոմային կայաններ կառուցման առաջամատիկներից են։ Իրենք կառուցում են ոչ միայն Թուրքիայում, իրենք կառուցում են ոչ միայն Հնդկաստանում, իրենք կառուցում են ոչ միայն Իրանում, իրանք կառուցում են նաև ԵՄ անդամ Բուլղարիայում, իրանք կառուցում են նաև ԵՄ անդամ Հունգարիայում։ Այսինքն եթե ԵՄ անդամ Հունգարիան ինքը համարում է որ իր համար Ռուսաստանի բանը ատոմականը ավելի առաջադիմական է, քան մենք կներեք սա համագործակցում հետո ես ուզում եմ ասեմ որ հետեւյալը որ միանշանակ ես կիսում եմ Անժելա ջան քո տեսակետը որ Հայաստանը այս ոլորտում այն ինչ որ հիմա այս իշխանությունը ժուտ վաղուց էր պայմանավորվել որտեվ այս մարդիկ քանի որ ժամանակին դավաճանել են հայ ժողովրդին դավաճանել են Հայաստանի ռազմավարական դաշնակցին անձամբ Նիկոլ Փաշինյանը քցել է Պուտինին ինքը հասկանում է որ ինքը հետ դարձի ճանապարհ չունի ինքը գնում է դեպի ինտեգրվելու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ մենք կողմ ենք որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մենք ունենանք խաղաղ գործընթաց որպեսզի մենք կարողանանք խաղաղ ապրել դա միանշանակ ենք մենք պետք է սահմանագծման եւ սահմանագծման խնդիրները լուծենք մենք պետք է կոմունիկացիաների բացման խնդիրներ բայց ինտեգրել մեր էներգետիկ համակարգերը դա նշանակում է ֆունդամենտալ կախվածության մեջ մտնել դա նշանակում է որ մենք 5 դնենք որպեսզի վաղը մեզ տեղից վռնդեն սա շատ բարձ խնդիր է այսինքն Միացյալ Նահանգներին պետք է ոչ թե մեղադրենք Միացյալ Նահանգները պետք է ասենք որ այս օրակարգը մեր համար խաղաղ ատոմային էներգիայով անընդունելի է մենք այլ օրակարգով ենք ուզում ձեր հետ բանակցենք այլ օրակարգը դա նշանակում է հետեւյալը մենք կան տնտեսության մեջ բազմաթիվ ոլորտներ եւ ամենակարևորը արհեստական բանականության ոլորտը, որը Միացյալ Նահանգները առաջամարտիկ են այդ ոլորտում մենք այդ համագործակցենք շատ դուրս Դե քանի որ այսօր ապազգային, չէ, պարոն Բոզյան, քանի որ այսօր ո՞նց է ասելու Ամերիկային, այսօր ապազգային իշխանությունը ո՞նց է կասելու։ Դա համար գիտես ի՞նչն է, Անժելա ջան, դու պետք է քո գիտակցության մեջ մտցնես, որ հունիսի 7-ը իշխանությունը փոխվելու է։ Ես ասում եմ ոչ թե այս իշխանության պարագան։ Այս իշխանության պարագան մի ասեմ թե։ Գիտակցության մեջ մտածա, պետք է հանրության աչքերը դուք էլ բացեք, ասեք այսօր հրեշավոր ծրագրի մասնակից
ժամանակիցն է, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով, որտեղ շահերի համընկնում կա Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի ներկայիս իշխանության ատոմականը փակել Հայաստանը տանել ոչնչացման։ Պարագայում նույնիսկ եմ կրում նախկին դեմոկրատական կուսակցության Բայդենի վարչակազմի հայտնի գործիչը բացահայտում է արել։ Դուք էլ եթե դուք ներկայացնեք, այդ մարդը ասել է, որ այս իշխանությունը հայկական շահեր չհետապնդող իշխանություն է։ Պարզ հայտարարել է։ Չհետապնդող։ Այսինքն այդ մարդը ասում է, մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, նախկին Բայդենի վարչակազմի ներկայացուցիչն է ասում։ Մենք զարմացած ենք, որ Հայաստանի իշխանությունը, այսինքն ես ունեմ խորաբես կասկած, ես կարող է դա տենց է, որ այս իշխանությունը կաշառվել է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ես այդ կասկած ունեմ, բայց ես չեմ ուզում դրա մաս, որտեղ այս իշխանությունը իր զարմանը շատերի ուղղակիորեն ինքը աշխատում է ոչ թե Հայաստանի շահերի օգտին, այլ ճիշտ հակառակը։ Այսինքն ինչ է նշանակում դու փաստացի խնդրես, որ Միացյալ Նահանգները գան, որ քո ատոմակայանը կանգնացնեն։ Դա ինչ է նշանակում դու խնդրես, որ Միացյալ Նահանգները գան, որ անխնչոտ ճանապարհ անցնի, բայց Միացյալ Նահանգները ոչ մի երաշխիքի, ոչ մի անվտանգային երաշխիքի պարտականություն չեն վերցնում իրանց վրա։ Այսինքն փաստացի այս իշխանությունը ամեն ինչ անում է, որ Հայաստանը որևէ շահ չունենա եւ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն բոլոր շահերը։ Այսինքն հարց ողջամիտ կասկածները ակնհայտ բոլորի համար պարզ է, բայց ես նույնիսկ եմ ասում, նույնիսկ այս պարագայում հունիսի 7-ի իշխանապողությունից հետո ամեն ինչ պարզ է դառնալու, բայց այդտեղ մեղադրել Միացյալ Նահանգներին, որ ինքը տենց բանանում չի կարելի, այդտեղ պետք է դու քեզ մեղադրես, քո իշխանությունը մեղադրես, վաղը կլինի ազգային իշխանություն, ազգային ողջավորություն չլինի, որ Միացյալ Նահանգները այսօր եկել են, մեզ սպասվում է փառահեղ ապագա, խափում է այս իշխանությունը։ Շատ լավ կա, ողջավորված են, հեսա Միացյալ Նահանգները այսքան ներդրում կան, իրեն կանի առաջին պլան դա է գալիս։ Այսինքն դուք ուզում եք ասեք շարքային ժողովուրդը հասկանում է, որ թերագնահատում եք մեր ժողովրդի մտավոր պատկերացումներին։ Մասնագետները բացատրել են, ես ձեզ էլ ուղարկեցի, որ մոդուլային համակարգի տեղադրումը Հայաստանում դա ինչ բլեֆ է, ինչ վտանգավոր բան է եւ փորձադաշտ է Հայաստանի համար։ Մասնագետը բացատրեց, ճիշտ է։ Հիմա դուք ուզում եք ասեք շարքային քաղաքացին հասկանալու է։ Այո, ես խոսք եմ տալիս մեր ժողովրդի մտավոր մակարդակի մասին այդպիսի պատկերացում չունենա։ Ինֆորմացիա տվեք այս ժողովրդին։ Ես ինֆորմացիա չունի։ Ուրեմն նայեք, ասեմ ձեզ։ Խափված է, այս շղարշով խափված է այս ժողովուրդը։ Ես ինֆորմացիա չունենալու մասին եմ ասում։ Դուք ինքներդ եք ասում։ Ժողովրդի մեծ մասը քաղաքականություն է։ Գեբելսյան քաղաքականության աշխատանքի արդյունքում հասարակության մի հատված, հա, կերել է։ Մեծ հատված, ինչի մի հատված։ Շատ փոքր հատված։ Շատ փոքր։ Երրորդը կասի Պուտինն է տվել Արցախը։ Եկեք գնանք Աջուլա ջան, ես նույնիսկ եմ կրկնում, դուք ախր ես ուղղակի զարմացած եմ, էլի։ Ես չի կարելի նույնիսկ եմ կրկնում, օբյեկտիվորեն ինչ են ցույց տվել։ Ինչին եք զարմացած։ Ինչ են ցույց տվել, որ ոգևորված ասում եք ոնց կարող է երկիր ծախած, բունկերում փախած մարդը գա, մի հատ էլ գա հաթաթակարտած խաղաղությունով խափեց, ընտրվեցու գնաց։ Բոնե ինձ այդ հարցը մի ասա, որտեվ ես գիտեի օբյեկտիվ գնահատականը։ Բայց մի դրթի, որ ես ինչ օբյեկտիվ։ Դուք քաղաքական լուրջ գործիչ եք, վերլուծաբան եք։ Դուք չեք տեսնում, որ այս մի հատ շատ հզոր բլեֆ են աշխատեցնելու։ Դուք ինքներդ գիտեք մայիսին մեծ հզոր արևմտյան երկրներից պատվիրակություն է գալու, ոնց են խափելու մեր ժողովրդին, ասում իդեպ մի կարևոր ինֆորմացիա, որ մամուլում գնաց, դուք հիշում եք, չէ, որ Ալիևը ոնց էր ճնշում, որ արագ սահմանադրություն փոխեք, 300,000 ադրբեջանցիներն է պիտի գան եւ տարածքային պահանջների մասին խոսք չպիտի լինի, ճիշտ է, այս հարցը կար։ Հիմա մենք տեսնում ենք որոշակի զսպվածություն եւ ինչ կար մամուլում, այսպիսի մի ինֆորմացիա կա, տեսեք, ինքը մի րոպե կներեք, ինքը ասելա պետքա փոխեք սահմանադրությունը, ստացել է այդ բանը որոշումը, որ Փաշինյանը բան ընտրությունները փոխել, եթե ինքը ընտրության իբր թե հաղթի, ժամանակ փոխի։ Հաջորդը Մինսկի խումբը լուծարման հետ կապված հիշեք։ Փաշինյանը սկզբից ասում էր, որ Մինսկի խումբը կլուծարենք այն օրը, երբ որ կընկնենք խաղաղ պայմանագիրը։ Խափեց։ Ինքը շարունակեմ։ Ինքը ասում էր Զանգեզուրի միջանցք չլինելու սուտ է, փաստացի Զանգեզուրի միջանցք լինելու է, հարգելի ժողովուրդ։ Պարզապես Ադրբեջանը ստանալու է անխոչոդոտ ճանապարհ, պարզապես այդ միջանցքում Միացյալ Նահանգները միջնորդի դեր են կատարելու։ Ընդ որում հասկանալ է թե ինչ է ստանում Միացյալ Նահանգները, հասկանում է թե ինչ է ստանում Ադրբեջանը եւ հասկանում չէ թե ինչ է ստանում Հայաստանը, որտեւ Հայաստանը տալիս է այդ միջանցքը, բայց մենք ինչ ենք ստանալու դրա դիմաց,
որևէ բանակցություն չկա, ոչ մի պայմանագիր չկա, բան չկա։ Օդի մեջ խոսակցություն, կոմունիկացիաները կբացենք, միշտ կոմունիկացիաների բացման, մենք է կարող ենք տենց խոստանանք, որ մենք կարող ենք Զանգեզուրի միջանցքը բացենք, չէ՞։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, փաստացի կարելի ասել, որ սա ոչ թե բանակցությունները գնացել, այլ փաստացի Հայաստանը կարողացել է հասարակության համար գեղեցիկ փաթեթավորմամբ զիջումների process-ը տվել իրան Տաուշի մարզում Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Պարզապես իրանք նյարդայնանում են, որ ասում են Զանգեզուրի միջանցք, բայց իրականում դա Զանգեզուրի միջանցք է։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք հետևյալը, որ մենք պետքա փող լրացնենք այս իրավիճակը, այսինքն մենք ասում ենք, որ այս խափեության մակարդակով այս իբր թե խաղաղությունը ժամանակավոր, դա հրադադար է ժամանակավոր։ Մենք պետքա փոխարինենք երաշխավորված խաղաղության գործընթացով։ Երաշխավորված խաղաղության գործընթացը ինչա նշանակում 1000 կիլոմետրանոց սահմանը Հայաստանի եւ Ադրբեջանի պետքա սահմանազատենք եւ սահմանագծենք գրեթե մինչեւ վերջ, որպեսզի ոչ մի հարց չմնա, որպեսզի լեգիտիմ մակարդակով կողմերից ոչ մեկը մյուսի վրա բան չկարողանա անի։ Դա շատ կարևոր խնդիր է, որպեսզի գետնի վրա մենք ճանաչենք իրանց տարածքային ամբողջ գետնի վրա իրանք մերը ճանաչեն։ Իրանք մեզ կանխամտածված չեն ճանաչում, այս անձնավորություն անընդհատ խոսում է ես ճանաչում եմ, բայց կանոնքը թույլ կողմը ծիծաղում են իր վրա։ Սաղ աշխատ ծիծաղում է իր հարգելի ժողով։ Որպեսզի մենք կարողանանք երաշխավորված խաղաղություն ճանաչենք, մենք պետք է ունենանք երաշխավոր, մենք պետք է ունենանք գործընկեր։ Այս մարդուն դա շահավետ չէ գործընկեր ունենալը դեմս Ռուսաստանի կամ Չինաստանի կամ Իրանի, որտեղ ինքն դեղ իր անձնական շահը գտնում է այլ տեղ։ Դա համար ինքը Հայաստանը կախմած թողել է միայնակ։ Պարոն Բոզյանի, ասեմ ինչ ինֆորմացիա կա միջև վերջ։ Պնդում էր Ալիևը հիմա այսպիսի ինֆորմացիա կա, որ էլի Ամերիկայի Միացյալ Նահանգների քավորությամբ, Թուրքիայի նաև քավորությամբ եւ պնդմամբ, ուրեմն ինչ են համոզել Ալիևին, որ Ալիևը հիմա շատ չի աղմկում, չի պահանջում, բայց այդ ամեն ինչը փաստաթղթավորվում է, պահվում է իրենց մոտ, այսինքն եւ դա հաստատվում է Նիկոլի կողմից եւ Ալիևի կողմից, դա չի հանրայնացվում, որպեսզի հանկարծ չխանգարի Նիկոլի ընտրություններին։ Այնտեղ ինչ է արձանագրվում։ Արձանագրվում է, որ սահմանադրությունը փոխվում է, որ տարածքային որևէ պահանջ Հայաստանը չունի, որ 300,000 ադրբեջանցիները գալու են Հայաստան, բայց դա հանրայնացվելու է այն բանից հետո, որ Նիկոլը կընտրվի։ Արդեն հանրայնացվել է։ Բայց միջև չէ, հիմա արդեն հանրայնացել է, հիմա միջև այդ այս ժողովրդին կմոլորեսնենք, ասենք դուք ավելի ներկայանալի այսպես դերասանի բանը տեսքով։ Անջելա ջան, կներես մի հատ Արեն Սիմոնյանը անցյալ տարվա մայիսին հայտարարել է, որ ուշադրություն որ օրը որ կընկնվի խաղաղ պայմանագիր, նույն օրը ադրբեջանցիները կարան վերադառնան Հայաստան։ Բայց սա պաշտոնական հայտարարություն է։ Դուք ես ուղղակի զարմանում եմ, որ մեր քաղաքական շրջանակները կամ վերլուծական կամ լրագրողական շրջանակները լավ չեն ֆիքսում այդ ամեն ինչը։ Մարդիկ արդեն պաշտոնապես են դա հայտարարել։ Նույնիսկ եմ կրկնում 1000 ադրբեջանցի որ վերադառնա Հայաստան, Հայաստանը դարձնում ենք թիրախ թուրքական բանակի։ Դե վստահաբար դա չի արվելու միջև Նիկոլի ընտրությունները, միջև Նիկոլի ընտրությունները ձեր աչքերը կփակեն, ինչ է։ Մի քանի դետալ ասեմ, էլի։ 21 թվականին իշխանությունը վերարտադրվեց, մենք կորցրեցինք այն Արցախի մնացած մասը։ Ուշադրություն դարձրեք, 23 թվականի Երևանի ավականու ընտրությունները եղան սեպտեմբերի 17-ին։ Մինչև սեպտեմբերի 17-ը ինչա կատարվեց, ուղղակի ձեզ ինֆորմացիա ասեմ, հրեշավոր ինֆորմացիա եմ ասեմ, որ դուք պատկերացնեք։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը խնդրել է Ալիևից, որ այն հատուկ գործողությունները Ղարաբաղյան բանակի դեմ հետաձգվի մինչև սեպտեմբերի 17-ից հետո, որպեսզի դա չխանգարվի Երևանի ավականու ընտրություններից առաջ։ 17-ին եղավ ընտրությունները, 19-ին սկսած, սեպտեմբերի 19-ից սկսած սկսվեց զանգվածային արձագաղթը Արցախից, այսինքն այդ ռազմական գործողությունները իրականացվեց։ Ավելին կարամ ասեմ, մինչև այդ էլ ուրեմն Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի պարտադրմամբ ինքը հրաժարական տվեց, որ պատմականորեն Ղարաբաղի հանձնման, այսպես ասած, խնդիրը դրվեր ոչ թե Արայիկ Հարությունյանի, այլ մի անձնավորության վրա, որ օրգանապես կապված էր Հայաստանի այն ժամանակվա կամ այսօրվա անդիմության հետ։ Սա նույնպես փաստագրված փաստ է, որը մենք հունիսի 7-ից հետո ամբողջովին որ բացենք մեր ժողովրդի թե ինչ է կատարվել եւ այս իշխանությունը ինչ է արել, մարդիկ շոկ են ապրելու։ Մենք շատ ավելի մեծ փաստեր ունենք, բայց այդ փաստերը չենք ուզում բացենք, ինչու։
անկեղծ ասեմ ինչու։ Թող միգուցե ներողամիտ լինի մեր հասարակությունը, մենք նպատակ ունենք հունիսի 7-ից հետո այնուամենայնիվ հաստատենք համերաշխության մթնոլորտ։ Եթե մենք շատ ինֆորմացիա բացենք, մարդիկ ուղղակի որ տեսնեն թե ինչ հրեշավոր ծրագրեր իրականացրել է այս իշխանությունը եւ ուզում էր իրականացնել, կարող ենք չկարողանանք այդ մթնոլորտը հաստատենք։ Ահա։ Դրա համար այո, դա շատ դուք լավ չեք հասկանում, Անգելա ջան, կներես դու այն պատկերացումը, այն եւ ինֆորմացիայի ոնց որ թե հիմա իմ ասածներն է ավելի դժբախտաբար տեղի ունենում, որը քաղաքական գործիչներին իլյուզիաները բանը որ ինչ ինձ ասում էին անհեթեթություններ ես դուրս տալիս Հայաստանի Հանրապետությունից մակով ճանաչված սահման վերցնի էսի բազմաթիվ մարդիկ ասում էին որ էս ինչ ես խոսում մակով ճանաչված սահմանները դե եկեք բան արեք մեկեք մի հատ այդ մարդկանց կանչի այդ մարդկանց հաշվություններ կայացրու որոշակի բաներ օրինակ դուք հիմա չեք ուզում ընդունել այն փաստը որ Ամերիկայի ձեռքով Այլանդակ շոու է կազմակերպելու մարդկանց աչքերը փակելու է։ Հարց եմ տալիս, լավ, մի հատ հարց տամ։ Գունավոր ակնոստեր են դնելու։ Լուրջ մտածում եք, որ Հայաստանը պետք է հիմա պաշտոնապես հակադրվի Միացյալ Նահանգներին։ Ինչ եք ասում դուք։ Ինչ եք առաջարկում։ Հայ ժողովրդի աչքերը բացեք, ասեք, որ ձեր ոգևորությունը դրեք մի կողմ, ոնց որ դուք ժամանակին ոգևորված եք, դրեք մի կողմ։ Անժելա ջան, մի ծայրագությունից չարժի մյուս մեր տրագեդիան գիտես ինչ է։ Նայեք տեսեք, այս մարդը, այս մարդը 8 տարի մնացել է իշխանության, այս պատկերացումների համար։ Չի կարելի թույլ ընդդիմությունը չի նշանակում։ Թույլ ընդդիմությունը նշանակում է բարձունակ մտածողություն։ Բարձունակ մտածողություն դա է նշանակում։ Պետք չի, մի րոպե ասեմ, մենք պետքա ոչ թե հակադրվենք աշխարհի գերտերության, այլ փորձենք այդ գերտերության հետ բանը իմի բերենք բեր օրակարգի հետ ներդաշնակենք, ոչ թե հակառակը։ Այսինքն եթե դու հիմա ասում ես որ դուք դե Նիկոլին ճանապարհից օրյանց հետ գաս։ Բայց բան չունեմ, բայց որովհետեւ դու Նիկոլին ճանապարհից, դուք պիտի կարողանաք մեր հանրության աչքերը բացել եւ այս թատրոնը ճիշտ ներկայացնել։ Այսինքն հանրության աչքերը բացելու համար մենք Միացյալ Նահանգներին թշնամի հայտարարենք, դրանով հանրության աչքերը բացել։ Բայց ատոմական հետ պիտի փակես։ Բայց որտեղ քո իշխանությունն է ասում դա։ Բա պիտի չասես սիրելի հայր։ Անժելա ջան, դու այս մտածողությամբ ոչ մի հնարավորություն չես կարա փոխես իշխանությունը։ Սա մտածողություն չի։ Ինչ մտածողության մասին։ Ասում հետեւյալը։ Ցույց տվեք ժողովրդին։ Նայեք, ինչ եմ ասում հետեւյալը։ Ժողովրդին պետքա ոչ թե վախեցնել, ժողովրդին պետքա բացատրել։ Դուք առաջարկում եք ժողովրդին վախեցնել, որ ժողովուրդը փախնի էզի։ Ասեք դուք, այսինքն ո՞րն է տարբերությունը։ Դուք ասում եք, որ ատոմակայանը եթե փակվեց, մեզ բերում են ձեռք են առնում, ասում են, որ մոդուլային համակարգ, որը բացարձակ կիրառելի չէ, դա դեռ բանը փորձարարական է։ Սպասեք, դա ասում եք, հետո ասում եք մեր էներգետիկ համակարգը տանում են միացնեն Ադրբեջանին, սա ի՞նչ է հետը։ Այստեղից էլ ճանապարհը տալիս են, ծախում են, տալիս են թուրքերին, սա ի՞նչ է նշանակում։ Հայաստանը մեռնելու է, չէ՞։ Շատ իլս է։ Բա սիրուն եկել է ոնց ասում դա բրավո։ Անժելա ջան, բայց ծրագիր եմ իրականացնում։ Նույնիսկ այս եթե հիմա ուշադիր եք ինչ եմ ասում։ Ասում եմ հետեւյալը, որ այս օրակարգը ձևավորվել է Երևանում, Թուրքիայի հետ համատեղ։ Այս օրակարգով այդ մարդիկ ուղղակի ինֆորմացիա չունեք դրա համար, ցավոք սրտի։ Անցյալ տարվա սեպտեմբերին Էրդողանի եւ Տրամպի հանդիպման ժամանակ Նյու Յորքում Էրդողանը երկար բացատրություն տալը Տրամպին։ Ավելին կարամ ասեմ, Միացյալ Նահանգներում շատերը համաձայն չեն եղել դրա հետ։ Ու ասեմ ինչի, որտեղ մտեք կա հրեական համայնք եւ հունական համայնք, որոնք համաձայն չեն եղել, որ Հայաստանը կլանվի Թուրքիայի եւ Ադրբեջանի իրանց շահերի պատճառով, որտեղ չեն ուզեցել, որ Թուրքիայի դերը շատ մեծանա, Իսրայելին եւ Հունաստանին վտանգ ա եղել։ Իրանք Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգների Թուրքիայում Միացյալ Նահանգի դեսպանի մեծ ջանքերի արդյունքում Էրդողանին համոզել են, որ Տրամպը կարողանա այդ հարցում թուրքական կողմը բռնի։ Եվ հիմա Վենսը որ եկել է, այդ ուղղությամբ իսկ Հայաստանի կողմից ոչ միայն դիմադրություն չի եղել, այլ Հայաստանը Էրդողանը հայտարարել է Տրամպին, որ Հայաստանը իմ գրպանում է, Հայաստանի դիրքորոշումը դա իմ դիրքորոշումն է։ Սա է։ Հիմա այդ դրանից հետո ես հելնեմ ասեմ, որ ամերիկացիները մեղավոր են։ Դա կներեք ամերսունակությունն է տես բան ասելը։ Եվ ժողովրդին ասեմ, որ գիտեք ինչ ժողովուրդ ջան, Ամերիկան ուզում է ձեզ կործանի, Ամերիկան չի ուզում կործանի, դու այս իշխանությունը որ ունես, այս իշխանությունը Ամերիկան չլինի, Չինաստանը չլինի, աբսոլյուտ քեզ կկործանի։ Ասեմ, այս իշխանությունը պետք է փոխենք, Ամերիկային ասենք, այս օրակարգը որ դու բերում ես։ Այո, բացում ենք։ Եվ ասում ենք հետեւելը հարգելի, ասեք, որ այս ծրագիրը որ իրականացնում է, հարգելի ամերիկացիներ, այս օրակարգը մենք այս օրակարգը մերժում ենք այս օրակարգը, որտեղ այս օրակարգը մեր կործանման օրակարգն է, բայց մենք ձեր հետ կարանք ուրիշ օրակարգ աշխատացնենք։ Մենք
արհեստական բանականության ոլորտում դուք առաջամարտիկ եք աշխարհում եւ դուք էլ շահագրգռվածություն եք, մենք էլ շահագրգռվածություն ենք, մանավանդ մեր հայկական սփյուռքը Կալիֆոռնիայում շատ ուժեղ ինտեգրված է այդ համակարգից, շատ լավ գիտեմ, գետնի վրա գիտեմ ինֆորմացիա։ Մենք կարող ենք լուրջ մակարդակի համագործակցենք, մանավանդ որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի մեջ մեծ ծրագրեր կան ուկրաինական պատերազմի ավարտից հետո։ Մենք կարող ենք ներգրավենք այդ process-ի մեջ։ Մենք ամերիկացիներին ոչ թե թշնամի պետք է հայտարարենք, մենք ասենք այս օրակարգը, որը Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ միասին ձեզ համոզել է, մենք մերժում ենք։ Սա պաշտոնապես հայտարարում եմ եւ պաշտոնապես հայտարարում եւ մեր անունից եւ մեր թիմակիցների եւ մեր մարդկանց ովքեր մեր գործընկերներն են բայց դրա պետք չի Միացյալ Նահանգներին թշնամի հայտարարել Միացյալ Նահանգներին պետք է ասել որ այս օրակարգը մենք մերժում ենք մենք ուրիշ օրակարգ ենք առաջարկում որը մեր համար դրական է եւ պետք չի մեր ժողովրդին վախեցնել որ ժողովուրդը տարբերակ չունի միջև իշխանության փոխելը եւ ասելը անելը իգիտություն բոլորիդ կարողացել են համոզել թե ներկայացնել ինչպես դուք ասեցիք մեր դավաճանական իշխանությունները Թուրքիայի հետ միասին Միացյալ Նահանգներին եւ այսօր Միացյալ Նահանգները մասնակից են Հայաստանի կործանման արձանագրում ենք դա արձանագրում ենք բայց դա մեղավորը Միացյալ Նահանգները չէ բայց մասնակից են եւ այս ամեն ինչը ինչ որ արվում է մասնակից են դառնում Հայաստանի հայ ժողովրդի ոչնչացման հայ ժողովուրդը հայտնվելու է 90-ականներից ավելի հայտարարակ վիճակում բայց հատուկ մի հատ բան ավելացրա որ այս նախաձեռնությունը հայկական կողմից է եկել եւ Միացյալ Նահանգների որ ասես մասնակից դու մի դատապարտի որտեղ դու մարդկանց մոտ կարող սխալ պատկերացում բերես մարդկանց պետքա բերես այն պատկերացումը որ մենք պետքա փոխենք օրակարգը եւ Միացյալ Նահանգները որտեղ թշնամի հայտարարենք այլ փորձենք այո բայց քանի որ այսօր այս հրեշավոր օրակարգը կա եւ այդ օրակարգը ողջունվել է եւ մասնակից է դառնում Միացյալ Նահանգները իմացեք դրա մասին ես դա եմ ասում իմացեք մասնակից է չխափնվեք վենսի այս այսերին ուր են մեր սրբազանները ինչի մի բառ չխոսեք ինչի չբարձրաձայնեց ավելին Նիկոլը մի հատ էլ բան արեց որ տեսեք գալիս է հետո հենց այդ նույն նորն եմ հայտարարում որ կաթողիկոսին տանելու եմ ազգային ժողով բնականաբար ինքը չի գալու ես եմ հայտարարել որ մոռացեք Հայաստանի այսօրվա կառավարության ղեկավարը գործում է բառացիորեն բացի բառից բուն իմաստով Թուրքիայի շահերով սա փաստ է Այդտեղ պետք չի արդեն զարմանալ ավելին կարամ ասեմ եթե ամերիկացիները տեսնում են որ քո երկրի ղեկավարը աշխատում է քո թշնամի երկրների շահի տրամաբանությամբ ինքը պետք է դա ձեզ ասի գիտեք ինչ հարգելի ժողովուրդ ջան ախր դուք խելոք ժողովուրդ եք ո՞նց եք դες բան թույլ տալիս կամերսունակությունն է ոչ Միացյալ Նահանգները ոչ Ռուսաստանը ձեզ չեն օգնի հարգելի հայ ժողովուրդ եթե դու ինքդ ոտի չկանգնես եւ չփոխես այս սիտուացիան շատ կարեւոր է իդեպ ասեմ Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան ֆունդամենտալ տարբերվում է հետեւյալ մասով Եթե Հայաստանը պետք է դառնա պրոկլատկա Ադրբեջանի համար, դա իրականում պրոկլատկայի դեր են տալիս։ Ապա Ադրբեջանում Վենսը փաստացի համաձայնագրեր է կնքելու հայ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ։ Դա շատ ավելի լուրջ բան է, որտեղ Միացյալ Նահանգները Ադրբեջանի դիտարկում են որպես գլխավոր գործընկեր տարածաշրջանում եւ իրենք այստեղ Ադրբեջանը շատ մեծ աշխատանք կատարել հրեական լոբիի հետ, որտեղ հրեական լոբիի մի մասը Ադրբեջանի կողմն է, մյուս մասը մերժում է, որտեղ վախենում է Թուրքիայի մեծությունից, որտեղ Իսրայելի գործոն կա։ Իրանք կարողացել են հրեական այդ հատվածի հետ ակտիվ աշխատել եւ համոզել, որ Ամերիկան կարա պետքա դիտարկի Ադրբեջանին որպես գլխավոր ռազմավարական գործընկեր տարածաշրջանում։ Իդեպ հետաքրքիր մի բան էլ ասեմ, Իտալիայում Վենսը հանդիպեց Վրաստանի նախագահի հետ եւ մասնավոր զրույցների ժամանակ ինքը նշեց, որ Միացյալ Նահանգների եւ Վրաստանի հարաբերությունները վատթարացել էին նախկին վարչակազմի պատճառով, իսկ մենք ուզում ենք, որ փոփոխվի այդ իրավիճակը, բայց ինչ հետաքրքիր քաղաքացիություն են տանում։ Տրամպի վարչակազմը արգելափակել է հակավրացական սանկցիաների օրենքը բանի այդ կոնգրեսում, բայց միաժամանակ չի ակտիվացնում հարաբերությունները։ Ինչու՞։ Որովհետև կուլիսային բանակցություններ կան, իրանք ուզում են, որ Անակլա նավահանգիստը չինական ընկերությունից վերցնեն տան Միացյալ Նահանգներին։ Վրացական իշխանությունը մերժում է։ Ինչի, ասում է, իմ համար տարածաշրջանային կոմունիկացիոն համակարգերը եւ բազմակողմանի հարաբերությունները ավելի կարեւոր են, քան մենակ Միացյալ Նահանգների հետ ընկերություն անել։ Այսինքն մենք կողմ ենք Միացյալ Նահանգների հետ ընկերություն, բայց վրացական օրակարգով, ինքը որտեղ ազգային իշխանությունն է։ Եվ այդ պաուզան դրանով է պայմանավորված։ Հայաստանում քանի որ այս իշխանությունը կապ չունի Հայաստանի շահերի հետ, նույնիսկ սա հակահայկական,
հակապետական իշխանություն է, բառից բուն իմաստով, այս մարդիկ իրանց անձնական շահերը սպասարկելուց հետո Հայաստանի ապամոնտաժման փուլում թռնելու են Հայաստանից, փախնելու են։ Ես ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք, դուք 3 միլիոն ժողովուրդ մնալու եք կոնտրաստ տաշտակի առաջ, ինչպես որ ձեր պապերը 15 թվականին մնացել են։ Ես սա ուղղակի զգուշացնում եմ ձեզ։ Դրա համար հիմա այդտեղ պետք է ոչ թե պանիկայի մեջ ընկնել, ոչ թե հիստերիայի մեջ ընկնել, ասել որ սո ամեն ինչը կորած, ամեն ինչ մեղած է, ոչ էլ մեղադրել, ասենք, չգիտեմ, գերտերություններին, Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին կամ չգիտեմ, ստեղ դուք եք որոշում հունիսի 7-ին թե ինչ պետքա, ինչ ու ճանապարհով պետք է գնա Հայաստանը։ Դուք պետքա որոշեք ինքնակործարման ճանապարհով պետք է գնաք, թե վերածննդի ճանապարհով։ Սա շատ པարզ խնդիր է, եւ ես կարծում եմ, որ մեր ժողովրդին համարել, որ մենք ավարտված անգրագետ ժողովուրդ ենք, որոնք էլեմենտար բան չենք հասկանում, դա վիրավորական է։ Ես ընդունում եմ այն փաստը, որ մեր ժողովուրդը բարձր զարգացած ժողովուրդ չի։ Ավելին կարամ ասեմ, որ մեր ժողովրդի բոլոր մակարդակներով մենք հետ ենք նույնիսկ Վրաստանից, մենք պետական մտածողությամբ հետ ենք նաև Թուրքիայից, Ադրբեջանից, մենք կազմակերպության իմաստով հետ ենք նաև Ռուսներից, մենք շատ ժողովուրդներից ենք հետ, բայց կներես մենք աֆրիկյան ժողովուրդներից տարբերվում ենք, մենք շատ հետամնաց ժողովուրդներից, որոնք, չգիտեմ, այսօր ծառների տակ են ապրում, մենք այդ ժողովուրդը չենք, մենք այնուամենայնիվ, չգիտեմ, կոստյում շարվար հակած գաղստուկ կամ ջեմպեր հակած ժողովուրդ ենք, որ գոնե ինչ-որ բաներ պատկերացնում ենք եւ մեզ համարել, որ մենք ավարտված հիմար ժողովուրդ ենք, որ երազում ենք գնալ ինքնա ոչնչացման եւ ցեղասպանվել, դա ճիշտ չի դա։ Ի վերջո, այս մարդուն խաբվել ենք մենք 18 թվականին, հա, մեր ժողովուրդը մեծ ամասամբ խաբվել է, որտեղ մարդիկ մտածում էին, որ լավ երազանք է գալու, նոր բան է փոխվելու, մանավանդ որ շատ վատ բարքեր կային։ Հիմա մենք տեսնում ենք բերելու, հա։ Բան չունեմ ասելու, այդ խաբվելը եղել է նաև ուկրաինական ժողովրդի մոտ, վրացիների մոտ, ադրբեջան շատ ժողովուրդներ խաբվել են, գիտեք, քանի գունավոր հեղափոխություն է կատարվել։ Մոտավորապես 20 գունավոր հեղափոխություն է կատարվել վերջին 20 տարիների ընթացքում։ Սա ես ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք, այսինքն մենակ մեր ժողովուրդը չի հայտնվել այդ թակարդի մեջ։ Ինչպես որ վրացիները կորցրեցին Աբխազիան, Հարավային Օսիան, ինչպես որ Ուկրաինան կորցնում է իր 20 տարածքը, ինչպես որ ժամանակին Էլչիբեյը կորցրեց բանը, այսինքն բազմաթիվ մենք էլ կորցրեցինք մեր Արցախը, բայց Արցախի կորուստը պետքա մեզ սթափեցնի։ Մենք գիտակցենք եւ մենք համոզված ենք, որ դա արդեն բոլորին սթափեցրել է, որ այս մարդը, որը խափեփայ է, որը բոլոր հարցերում, բոլոր փուլերում խափել է, բոլոր փուլերում, ինքը մի ճշմարտություն չի ասել։ Ղարաբաղստանի խափեց, ասես Ստեփանակերտում Արցախ Հայաստանը վերջ, հիմա Արցախի անունը տերմինը չեն օգտագործում։ Թալանը դա առանձին մի թեմա է, դա մի առանձին թեմա է։ Ինքը Հայաստանի ամենահարուստ մարդն է, ժողովուրդ ջան։ Իշխանապողությունից հետո դուք կտեսնեք, դուք շոկի մեջ կհայտնվեք, սա է խնդիրը։ Մյուս թեմայի մասին, գուցե այսքան ծավալուն չխոսենք, բայց բավականին այսպիսի զարմանալի տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Երեք չառաջ օրը Լավրովը հարցազրույց էր տալիս եւ անդադ իր զարմանքներ հայտնում, որ բոլորովին ուրիշ բան է հանդիպման ժամանակ քննարկվել Պուտինի եւ Թրամփի միջեւ, բայց մենք տեսնում ենք լրիվ հակառակ գործողություններ, մեր տնտեսական ինչ-որ ակտիվություն պիտի նշվեր, խաղաղության հետ կապված ինչ-որ բաներ պիտի անեն, բայց абսուրդային բաներ կա, էլի միտեղ բանակցում են, շատ գլխավոր դեր ունի Միացյալ Նահանգները, մյուս կողմից 3 առաջ օրը որոշում կայացրեցին նորից զենք ուղարկել։ Բացի այդ, գիտեք, սանկցիաների մի խայտարակ նոր սանկցիաներ, ավելին BRICS երկրներին ինքը շատ ճկուն կերպով տանում է իր կողմ, ուղղակի վախեցնում, սարսափեցնում է Թրամփը, որ մաքսատուրքեր կդնեմ, այնպիսի երկիր, որ հրաշալի հարաբերություններ էր ձևավորվել Ռուսաստան եւ Հնդկաստան, գիտեք, որ այցելեց այնտեղ, մի շարք պայմանագրեր կնքեցին եւ 1-2 հեռախոսազանգից հետո հանդիպումից հետո միանգամից հրաժարվեցին Ռուսաստանից նավթից, գիտեք, որ ամենաշատ պաշարներ իրենք էին տալիս, նրանց Ռուսաստանի բյուջեի 23-24%-ն է, այսինքն կոնկրետ դրած ոչնչացվում է Ռուսաստանի տնտեսությունը բացահայտ կերպով Միացյալ Նահանգների կողմից, երեք էլ ռուսական մամուլը չտվեց, բայց միջազգային մամուլում շատ բան տարածում ստացավ, միանգամից ռազմական ուղղաթիռները իջել էին նավերի վրա, որտեղ էլի ռուսական էին եւ այդ ամեն ինչը արգրավել էր, դա արդեն նոր չի, արդեն 3 շաբաթ շարունակ դա տեղի է ունենում, այսպիսի սարսափելի բաներ, ինչ է կատարվում։ Ես կսենց ձևակերպեմ, գիտեք, ընդհանուր առմամբ ժամանակից աշխարհում արդեն են նախկին, այսպես ասած, գլոբալիստական խաղաղականները փլվել են արդեն։ Փլվել ինչ պատճառով, որովհետև այդ գլոբալիստական համակարգի հիմնական բենեֆիցիարը, այսինքն շահողը դառավ Չինաստանը, ինքը փաստացի անցյալ տարվա կտրվածքով 1 տրիլիոն ավելցուկ եկամուտ ունի, 1 տրիլիոն դոլար, հարգելի ժողովուրդ։
եւ Չինաստանը առաջին անգամ որոշում կայացրեց, որ այդ փողերի մեծ մասը դա ոչ թե ամերիկյան բան է պետական թղթերի մեջ, այլ պետք է ենթակառուցվածքների մեջ դնի, ոսկի գնի, դա համար ոսկի գինը թրավ վերև, ինքը ենթակառուցվածքը դնում է այն երկրներում, որտեղ որ մետաքսի ճանապարհին են։ Այդ մետաքսի ճանապարհին են նաև Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, հա։ Ինքը Ադրբեջանում, Վրաստանում մեծ ներդրումների ծրագիր ունի, Իրանում ունի շատ մեծ ծրագրեր ներդրումների, Հայաստանում չունի, որովհետև այս խմբակն է իշխանության մեջ, այս խմբակը հեռացնելուց հետո մենք կտեսնենք, որ այն 20 միլիարդ դոլարանոց ծրագիրը, որ իրանք ունեն դնելու Վրաստանում, մոտավորապես այդ կարգի կարող է մի քիչ ավելի քիչ պայմանագիր կարողանանք կնքենք Չինաստանի հետ։ Նախնական ես ասեմ, որ մեծ հնարավորություն մենք ունենք, որովհետև կոմունիկացիաները եթե բացվի Հայաստանի եւ Ադրբեջանի, այս բանի Զանգեզուրի միջանցքի հետ կապված եթե մենք կարողանանք փող լրացնել, իսկ մենք իշխանությունը փոխելուց հետո մենք այդ խնդիրը լուծելու ենք, որովհետև Ադրբեջանը համար կարևոր է, որ այս կոմունիկացիան լինի, իրանք կստիպենք, որ իրանք էլ իրենց կոմունիկացիաները բացեն, ասեմ ձեզ Հայաստանի կարգավիճակը անգամներով կբարձրանա Չինաստանի համար եւ այդ պարագայում մենք լուրջ ներդրումներ կանենք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի համար լուրջ մրցակցություն լինի տնտեսական իմաստով Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի, դա է բերում բարեկեցության ու այսինքն ներդրումների ծավալն է, որ բերում է մարդկանց կենսամարտակի հարցը բոլորովին ուրիշ նպատակ ուներ։ Մի երկիր, Ռուսաստանի Դաշնություն, որ ամեն ինչով էներգետիկ համակարգով կապված ենք, որ մեր ապրանքները Եվրոպային պետք չեն գնում են Ռուսաստան։ Անվտանգությունը այդտեղ արդյոք չի տանում Ռուսաստանի փլուզման եւ ինչ անդրադարձ կունենա։ Սրա մասին եմ խոսում։ Հիմա դուք ողջավորված Չինաստանի մասին ասում եք, ապրիլին նախատեսում է Թրամփի այցը եւ չի բացառում, որ նոր բաների հայտ գա։ Ռուսաստանի փլուզում չի նախատեսում, ճիշտ հակառակը, որովհետեւ այսօր բոլոր փորձագետները կանխատեսում են, որ մեծ վտանգ կա, որ դոլարը արժե զրկվի եւ դոլարը փլուզվի, իսկ եթե դոլարը հաստված չանի փլուզվեց, ապա դա կլինի ամերիկյան էկոնոմիկայի փլուզում, որովհետեւ դա մեծագույն վտանգ է, որովհետեւ աշխարհի բոլոր արտադրությունները տեղափոխվում են Չինաստան։ Այսինքն ամերիկյան բոլոր խոշոր ընկերությունների արտադրությունները Չինաստանում են, բացառությամբ արհեստական բանականության ոլորտի Միացյալ Նահանգների բոլոր օլիգարխներին, որ ճանաչում եք, Մասկը, Գեյթսը, բանը բոլորը իրենց հիմնական արտադրությունները բանը Եվրոպայից տեղափոխել են Չինաստան, այսինքն Միացյալ Նահանգների էկոնոմիկան դա թղթային էկոնոմիկա է դարձել։ Հիմա իրանք ուզում են փրկվեն, փրկվելու համար ինչ են ուզում անեն։ Իրանք փաստացի ուզում են ուրիշների հաշվին անեն։ Եվրոպացիների հաշվին են ուզում անեն, ռուսների հաշվին ուզում անեն, չգիտեմ, Գրենլանդիան են ուզում վերցնեն, Չինաստանին են ուզում վնասան։ Այսինքն այդ երկիրը շատ ցնցող վիճակի մեջ է։ Հիմա Ռուսաստանի իշխանությունը պետք է իրանք էլ adekvat պատկերացում կազմեն, որ նման տիպի իշխանության հետ պետք է խիստ պայմանական լինի իրենց պայմանավորությունները։ Իրանք պետք է հասկանան, որ այս վիճակում այդ տիպի երկրի հետ հավերժորեն 100% վստահել այդ իշխանությունը չի կարելի։ Անկախ նրանից թե այդ իշխանությունը ինչ է ներկայացնում, դու պետք է ուժի դիրքերի չհանդես գաս։ Հիմա ես ինաստեղը չեմ ուզում դրա մասին խոսեմ, դա արդեն Ռուսաստանի գործն է։ Հասունացել է այն պահ, որ միայն մնացել է ուժի դիրքերի։ Ես եթե ինձ հարցնում ես կարամ ասեմ, որ Ռուսաստանի ստրատեգիան ճիշտ չէր, ինքը պետք է այն գլխից էլ ժոստկի լիներ, ուժի դիրքերից լիներ, ուժն է հարգվում աշխարհում։ Այսօրվա դրությամբ միջուկային գլխիկների մասով 4300 գլխիկ ունի Ռուսաստանը, ամենաշատը ունի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ իրար հետ միասին ավելի քիչ ունեն, քան Ռուսաստանը։ Ռուսաստանը գերհզոր երկիր է, պետք է ես իր տեղը գնամ, ասեմ թե ոնց պետքա բանակցեն, կներեք էլի։ Դե արդեն ամոթել է։ Այդ երկիրը պետք է կարողանար լուրջ հասկանալ, որ այս աշխարհում ուժի դիրքերից են հանդես գալի, ուժի դիրքերից են։ Տրամփը արդեն եկավ ու ասեց, մանավանդ որ Տրամփը ցույց է տալիս, որ ուժի դիրքերից ինքը հասնում է, ինքը ուժի դիրքերից Վենեսուելայի հարցը լուծեց, Կուբայի հարցը լուծում, ուժի դիրքերից Հնդկաստանին ճնշեց, որ բանանի։ Իրանին ինչ է։ Հիմա նույնը փորձում է Իրանին վրանալ։ Հիմա այդ պայմանների մեջ ես պիտի ռուսներին խորհուրդ տամ, թե ռուսները ինչ պիտի անեն, կներեք, էլի, եթե արդեն թող ռուսները իրանք որոշում կայացնեն, դա ամոթել է, այս աշխարհում այդքան բանը չհասկանալ, թե ոնց պետք է արվի։ Հասկանանում է այդ բանը, որ ես չգիտեմ, Անժելա ջան, հիմա այդ ոնց որ վերջի սպառնալիքն է մնացել, հա, Ռուսաստանի կողմից, որ մենք կարող ենք։ Անժելա ջան, Ռուսաստանը չի կործանվի, մոռացիք դրա մասին։ Ռուսաստանը այնքան հարուստ երկիր է, աշխարհի ամենահարուստ երկիրը բնական պաշարներով։ Այդքան ինքը հսկա աշխարհի ամենահարուստ երկիրն է, աշխարհի տարածքով ամենամեծ երկիրն է, եւ այդ տիպի երկիրը օբյեկտիվորեն հնարավոր չի փլուզել։
հասկանում եք, եւ իր խորությունը, եւ իր ծավալները, եւ իր բանը դեմոգրաֆիկ մթնոլորտը բան այնպես տեսեք լա Միացյալ Նահանգներում ինչ բազմազգ ժողովուրդ է, իսկ Ռուսաստանում շատ ավելի հասկանալի բան է։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ այդ տիպի երկիրը հնարավոր չի փլուզել, դա խապկանք է։ Այդ տիպի մտածողություն եվրոպական երկրներում միշտ եղել է, ասենք, չգիտեմ, Նապոլեոնի ժամանակ, Հիտլերի ժամանակ, բայց ինչ են եղել։ Հիտլերն ու Նապոլեոնը որտեղ են, Ռուսաստանը որտեղ է։ Եվ դա շատ բոլորն էլ հասկանում են, եւ Միացյալ Նահանգների նպատակը ոչ թե Ռուսաստանին փլուզելն է, Միացյալ Նահանգների նպատակը Չինաստանին վնասելն է։ Եվ իրանք փորձում են Ռուսաստանը իր կողմը քաշել, եւ Չինաստանը փորձում է իր կողմը քաշի Ռուսաստանին։ Եվ որպեսի կողմը քաշեն, պետք է խեղճացնեն։ Հիմա Միացյալ Նահանգները այդ խնդիրն են փորձում լուծել։ Հիմա դա Ռուսաստանը ինքը ունի ղեկավարություն իր խնդիրները կլուծի իմ կարծիքով առանց մեծ խորհրդի։ Դու կարծում եք պատահական է, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ Լավրովն ասաց, որ այնտեղ թեմաները իրենց համար փակված չի։ Սիրիայում, Վենեսուելայում, Հայաստանում։ Անջելա ջան, կարծում եմ, որ բան Ալեն Սիմոնյանի հետ Լավրովը հաստատ Վենեսուելայի խնդիրները չէր լուծելու։ Իրան կանչել էին Իրան, տեսեք, Իրան կանչել էին Մոսկվա, որպեսզի նախազգուշացնեին, որ Հայաստանը կրակի հետ է խաղում, որ եթե Ռուսաստանը կարա հանդուրժի Միացյալ Նահանգների գործողությունները Վենեսուելայում, ապա իրենք նախնական պայմանավորություն ունեն, որ նման բաներ իրանք կանանեն իր տարածքում։ Եվ Տրամպն էլ առանձնապես, տեսեք, Տրամպը այս օգոստոսի 8-ի համաձայնագրում, ես ուղղակի հարցի մեր ժողովրդին եմ ասում, բանը անվտանգային երաշխիքների մասին ոչ մի բան չկա։ Տրամպը այս տարածաշրջանը ասում է, ես զգուշ եմ, ես չեմ ուզում մտնել, որովհետև սա ռուսների եւ թուրքերի վեճն է։ Ես չեմ մտնելու այս տարածքի մեջ, ինքը պաշտոնապես ոչ չի մտնում, բայց նրանց ավել մտնել, հատելա թուրքական ծրագիրը ողջունում ասում ատոմականը փակել են մոդուլային բան են բերել, ասեք չի մա, դե այդ ակնոցները դրեք ու պատատեք։ Նորից վերադառնում ենք մի հատ տեղ, որտեղ դու շարունակում ես։ Սա Հայաստանի իշխանությունների օրակարգն է Էրդողանի հետ համատեղ։ Եվ սիրով մասնակից է դարձել Միացյալ Նահանգները, սիրով։ Եթե դու հիմա քո ծրագրով գնաս մեկին ասես պատրաստ ես գաս իմ տունը ձերից վերցես, ինքը կասի իհարկե գամ կվերցնեմ, ինչի մասն է խոսքը։ Բայց սա պարզ խնդիր է, Անժելա ջան, ստեղ դու ում ես մեղադրում։ Մեղադրի քո իշխանությունը, որ դարել է Թուրքիայի Ադրբեջանի պրոկլատկան եւ ինքը փաստացի դու այդ պայմաններից դու Միացյալ ինչպես մեղադրում։ Ինչ այդ մարդուց ինչ կուզես։ Դու ծիծաղելի է պրոստը, ուղղակի ինֆորմացիոն բաները, որ դուք միշտ ասում ենք Ռուսաստանի Դաշնությունը այնքան լծակներ ունի Հայաստանի հետ կապված հենց այն, որ էներգետիկ համակարգը, ապրանքները եւ այլ մի հատ լարսում պրոբլեմ ստեղծեն, արդյոք արժեր որ դա հանրայնացվեր եւ իրենց լրատվամիջոցներով այդ հարցերը, այսպես ասած, ռուսները սենց են ձևակերպում։ Ես ուղղակի անկեղծ ասեմ, ռուսները անկեղծ մտածում են, որ հայ ժողովուրդը հունիսի 7-ին իր որոշումը կկատարի, եթե տեսնի, որ եթե ժողովուրդը գնում է դեպի ինքնասպանության, որին չեն հավատում ոչ մեկ, ասեմ ձեզ, ոչ մեկ չի հավատում, որովհետև աշխարհում նման ժողովուրդ չկա, կներեք, որ գնա ինքնասպանության։ Նույնիսկ կենթանական աշխարհում չկա կենթանիներ, որոնք կամովին գնա հայրուցի բերանը մտնեն։ Հայրուցի մոտ տեսնում են, փախնում են։ Չգիտեմ, վագրին տեսնում են, փախնում են։ Դա տրամաբանական է։ Շատ քիչ ժողովուրդներ կան, որ կամովին համաձայնվել են գնան ինքնասպանության, ցեղասպանության, շատ քիչ։ Սենց հիմա հայ ժողովուրդը սա համոզված են, որ այդ ժողովրդից շարքում չի, իհարկե ինքը ունեցել է ցեղասպանություն, ժամանակ պետականություն չի ունեցել դրա համար, բայց հիմա ռուսները հույս ունեն, որ չեն ուզում փչացնել հարաբերությունները հայ ժողովրդի հետ, իրանք գիտեն, որ այս իշխանությունը հունիսի 7-ին չի լինելու, եթե հանգարց Աստված չանի, այս իշխանությունը մնաց հունիսի 7-ից հետո Հայաստանը դժոխքի մեջ է հայտնվելու, հարգելի ժողովուրդ, դժոխքի մեջ է հայտնվելու տիեզերական մակարդակի, ես չեմ ուզում բացեմ փակագծերը։ Ուղղակի փակագծերի բացելու իմաստ չկա, որտեղ ես չեմ ուզում քննարկեմ այդ տարբերակը, որտեղ եթե մենք այդ տարբերակը քննարկենք, մեր ճակատին պետք է համապատասխան բառ գրենք, որը ամոթ է, որ մենք գրենք մեր ճակատին նման բան։ Սա է խնդիրը, դրա համար ես ինքս մերժում եմ քննարկելու այդ տարբերակը։ Եվ բնականաբար ռուսներն էլ շատ լավ հասկանում են, որ այս ժողովուրդը ինքնասպան ժողովուրդ չի, իրանք չեն ուզում փչացնել այս ժողովրդի հետ հարաբերությունները, սպասում են, որ հունիսի 7-ին իրանք արդեն նոր իշխանության հետ նորմալ հարաբերությունների մեջ կմտնեն, որի մեջ նաև եւ ամերիկացիները իրենց լուման կունենան եւ ռուսները, բայց բոլորը եւ ռուսները եւ ամերիկացիները հայկական օրակարգով պետքա հաշվի նստեն, հայկական օրակարգը պետք է լինի գերակա եւ հայկական օրակարգի պայմաններով պետք է մենք կարողանանք զարգացնենք մեր երկիրը, բնականաբար մենք էլ պետք է մեր ամբիցիաները զսպենք, հասկանանք թե ինչ իրավիճակ է փոխվել եւ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Հայաստանի անվտանգության խնդիրը, սա է հարցը։ Շնորհակալություն։